խոսեցին կուսակցական ֆինանսավորման մասին, մի թիվ ընդամենը ասեմ, սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, Դաշնակցությունը ամբողջ 2024 թվականի ընթացքում ըստ իրենց հայտարարագրի ստացել ընդամենը 1 նվիրատվություն 1,936,000 դրամի չափով, այն էլ բնամթերքով։ Իրանց հայտարարագիրն է, ուրիշ նվիրատվություն չեն ստացել, անդամավճար չեն վճարվել, նվիրատվություն չկա, 1 նվիրատվություն կա ընդամենը։ Ու ակնհայտ է, որ այս մարդիկ, ակնհայտ է իմ համար, որ ամբողջ ֆինանսավորումը ուղղակի ուրիշ կերպ ընդանում եւ ձեր ասած կոնսպիրատիվ գործունեության համար կա կոնսպիրատիվ ֆինանսավորում, պարոն վարչապետ, դա իմ համար գերակնհայտ ճշմարտություն է։ Դրա համար, երբ որ մենք մեր բոլոր նվիրատուներին հրապարակում ենք հարյուրներով, հազարներով, ամեն մեկի 5,000 դրամը, 2,000 դրամը հրապարակում ենք, ակնհայտ է, որտեղ խնդիրներ կլինի։ Բաղ ձերպես չի, մի հոգի բնեղենով 1,936,000։ Ու մի բան էլ, Սեյրան Օհանյանը ստեղից ասում է, դուք ադրբեջանցիների գանձերն եք, ուզում եմ, պարոն Օհանյանը ճիշտ է, իհարկե սովորույթի համաձայն թողել է մարտի դաշտը ու գնացել է, բայց պարոն Օհանյան, եթե մեզ եք գանձասում կներեք, բայց ձեր դաշինքի առաջնորդը Հեյդար Ալիևի համար ոչ թե գանձ է եղել, այլ մի ամբողջ գանձատուփ է եղել, որովհետև եթե գանձատուփ չլներ, ռազմական բյուջեի դիսբալանսը Ադրբեջանի հետ, երբ որ Քոչյանը ստանձնել է նախագահությունը, եղել է $11 միլիոն, երբ որ Քոչյանը հանձնել է նախագահությունը իր ժառանգորդ Սերժին, դիսբալանսը բյուջեի տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեի եղել է $1,600 միլիոն։ Եթե սա գանձատուփի վարվելակերպ չի, ապա չգիտեմ էլ ինչա, հազար ներողություն, հարց չկար։